Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք ավելի քան կես տարի բանտում մնալուց հետո գործարար Սամվել Կարապետյանի անազատությունը կշարունակվի տանը։ Դատավորը 4 միլիարդ դրամ երբևէ կիրառված ամենաբարձր գրավն է սահմանել։ Սահմանափակումները հաղորդակցման ինտենսիվ կերպով կիրառված են։ Անկարան շարունակում է պնդել, որ Երևանի հետ հարաբերություններում առաջընթացի համար Բաքվի հետ համաձայնությունը պարտադիր է։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան ակնարկել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում։ Ազգային տարադրամի ռեալի կտրուկ արժեզրկման պատճառով բողոքի ակցիաները Իրանում չեն դադարում։ Ընդդիմության տվյալներով դրանց մասնակիցները ուսանողներ են։ Խաղաղության նախաստորագրված պայմանագրից մինչև Թրամփի ուղի, բանտում հայերի դատավարության մանրամասներից մինչև իշխանություն եկեղեցի առճակատում, ինչով աչքի ընկավ այս տարին։ 25-ը շատ ուրիշ թիվ այն համար։ Հրաշքները ոչ միայն ամանորին են լինում։ 37-ամյա Արփինեի պատմությունը հրաշքը ստեղծելու բարդությունների մասին է։ Քաղցկեղ, ոտքի ամպուտացում, բայց սա ընդամենը ճանապարհն էր սեփական եսը ավելի շատ ճանաչելու ու սիրելու համար։ Ավելի քան կես տարի բանտում մնալուց հետո գործարար Սամվել Կարապետյանի անազատությունը կշարունակվի տանը։ Դատավորը 4 միլիարդ դրամ երբևէ կիրառված ամենաբարձր գրավն է սահմանել։ Իշխանության զավթման կոչի և տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող գործարարը իրավապահների թիրախում հայտնվեց հայ առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո։ Ավելի քան կես տարվա բանտարկությունից հետո գործարար Սամվել Կարապետյանն այս գիշեր անցկացրեց տանը ընտանիքի հետ։ Նախկին ՔՊԱ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանը երեկոյան տնային կալանքի հետ միասին 4 միլիարդ դրամ գրավ է սահմանել։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում մեր կողմից թե քննչականին, թե դատախազությանը, թե իրավասու այլ մարմիններին ներկայացվել են 10-ից ավելի միջնորդություններ։ Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող գործարարին աջակիցները ծափերով դիմավորեցին։ Նրան ոստիկանական ավտոմեքենայով Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղիղ տուն տեղափոխեցին։ Կարապետյանին արգելված է բացի ընտանիքի անդամներից շփվել այլոց հետ։ Սահմանափակումները հաղորդակցման ինտենսիվ կերպով կիրառված են։ Կրկին բացառապես մերձավոր ազգականներին է վերաբերելու։ Եվ ըստ էության նաև կարծես խոսքի ազատության սահմանափակում է նախատեսված։ Երեկոյան բանտի մոտ 60-ամյա գործարարի ազատ արձակմանը սպասելիս նրա փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց՝ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ինչից ելնելով էլ դիմել էին հակակոռուպցիոն դատարան։ Որ քննիչը մեր կողմից ներկայացված միջնորդությունները, որոնք վերաբերում են իրենց պարտականությունների կատարմանը, խոչընդոտելու իբրև ռիսկի նվազմանը, որակում էր այն անհիմն միջնորդություն եւ մերժում էր։ Այդ ամենը չէր կարող իրավական հետևանք չունենալ։ Մեր կողմից հետևյալ գործողությունը կատարվեց։ Այս ժամանակահատվածում բոլոր հիմքերը հիմնավորումները, ինչպես նաև այլ բնույթի խնդիրները, որոնք մենք արձանագրել էինք, որոնք ազդեցություն են ունենում իրավաչափության պայմանների վրա, կուտակել էինք եւ ներկայացրել էինք որպես նոր ի հայտ եկած փաստարկի հիմքով միջնորդություն դատարանին։ Փաստաբանի խոսքով դատարան ներկայացված միջնորդությունում մատնանշել են քննչական կոմիտեի թերացումներն ու խախտումները։ Փաստաբանները դեռ չեն ստացել դատավորի երեկվա որոշումը, դրանց անօթանալուց հետո կկարողանան առավել մանրամասն ներկայացնել բովանդակությունը։ Նրանք սակայն դժգոհ են տնային կալանքի ռեժիմից, դա չէին խնդրել դատարանից։ Տնային կալանքը նույնն է ինչ կալանք։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք կրկին ինտենսիվ սահմանափակման մասին։ Հետևաբար այստեղ հատուկ շնորհավորանքներ ես չեմ ներկայացնում, քանի որ ունեմ նաև պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում եւ վստահ եղեք տնային կալանքը եւս ծանր խափանման միջոց է։ Ազատությունը սահմանափակող։ Արամ Վարդևանյանը նաև ահազանգում է, եթե պաշտպանյալը բանտից հայտարարություններ անելու իրավունք ուներ, ապա հիմա դատարանը նրան արգելել է առհասարակ կոչեր պարունակող հայտարարություններ անել։ Փաստաբանի գնահատմամբ սա հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում է։ Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել եւ հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Նա առաջնորդում է մեր ձևով շարժումը, որը առաջիկայում կուսակցություն է դառնալու։ Նա սակայն վարչապետի թեկնածու չի կարող լինել։
լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի։ Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված հայ առաքելական եկեղեցին իր ձևով պաշտպանելու մասին։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը 2 ամիս առաջ լրագրողների զրույցում պնդել էր, մեղադրանքը հիմնավոր է։ Փաստերը կներկայացվի այն ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, դուք այդ ժամանակ վստահ եմ այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Դուք ինձ հիմա մեղադրանքի էությունը ասում եք պարզաբանի։ Մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված։ Քննչականի ղեկավարը հերքել էր Կարապետյանի պնդումները, թե իր ենթակաների գործողությունների վրա ազդել են վարչապետի ստատուսները, որոնք Նիկոլ Փաշինյանը գրել էր Ամռանը Կարապետյանի առանձնատանը կատարվող քննչական գործողությունների ընթացքում, օրինակ, սպառնալով պասիվացնելու պետության համը թողնել նրա բերանում։ Սրան զուգահեռ կառավարությունը Կարապետյանին պատկանող հեծը պետականացնելու գործընթաց սկսեց, ապա ընկերությանը զրկեց լիցենզիայից։ Կարապետյանի տնային կալանքը 2 ամիս ժամկետով է, դատախազությունն արդեն հայտարարել է, բողոքարկելու է։ Անկարան շարունակում է պնդել, որ Երևանի հետ հարաբերություններում առաջընթացի համար Բաքվի հետ համաձայնությունը պարտադիր է։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրարլօղլուն է այս անգամ էլ հայտարարել, որ որպեսզի իր երկիրը կարողանա առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերություններում, նախ եւ առաջ պետք է համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Ըստ ադրբեջանական մամուլի Ուրարլօղլուն նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում, ընդգծելով, որ Հայաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին։ Հայաստանի իշխանությունները մինչդեռ բազմիցս են հայտարարել, որ դեմ են միջանցքային տրամաբանությանը եւ չեն ընդունում Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Թուրքգործիչը նաեւ ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարի դրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Հանրային հեռուստաընկերության եթերում օրեր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ասել, որ Երևանի եւ Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն հասել, սակայն չէր հստակեցրել, որոնք են այդ հարցերը։ Խաղաղություն։ Հետպատերազմյան Հայաստանի 5-րդ տարում հենց այս բառն է ամենահաճախ հնչողը։ Միևնույն ժամանակ Բաքվում շարունակվում են գերեվարված հայերի դատավարությունները, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով եւ փակ գործընթացներով։ Ներքին կյանքում տարին նշանավորվեց իշխանություն եկեղեցի լարված հարաբերություններով։ Ինչով աչքի ընկավ այս տարին, Ազատությունը ամփոփել է 2025-ի թեժ իրադարձությունները։ Խաղաղություն, հետպատերազմյան Հայաստանի 5-րդ տարում եւս այս բառն է ամենաշատը հնչել։ Առաջին անգամ, սակայն, Երևանը, Բաքուն ու միջնորդ Վաշինգտոնը պնդում են, որ խաղաղությունը ոչ թե ցանկություն ու նպատակ է, այլ հաստատված իրողություն։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե բան չէր մնացել, ոչ Արցախը կար, ոչ գերիներն էին ազատ արձակվել, երբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արդեն ոչ թե Ռուսաստանում, այլ Միացյալ Նահանգներում նոր փաստաթուղթ կնքեցին։ Այս անգամ դրա առանցքում Սյունիքով անցնող ճանապարհն է, որ պիտի Ադրբեջանի մի մասը կապի մյուսի, Նախիջևանի հետ։ Երկար ժամանակ է, 35 տարի։ Իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են եւ ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Իսկապես պատմական նշանակության օր է։ Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում Կովկասում, որը մեծագույն հնարավորություններ կբացի ոչ միայն մեր տարածաշրջանի համար։ Այսօրվա հռչակագրերը, որը անձամբ նաև կստորագրի նախագահ Թրամփը եւ ստորագրման արարողությանը նա անձամբ ներկա կլինի, վստահություն եւ երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության եւ տնտեսական համագործակցության էջը։ The President of the Republic of Azerbaijan and the Prime Minister of the Republic of Armenia. Դոնալդ Թրամփի ներկայությամբ, սակայն, խաղաղության պայմանագիրը ոչ թե ստորագրվեց, այլ նախաստորագրվեց։ Ադրբեջանը, ինչպես Ալիևն է ձևակերպել, տնային առաջադրանք է տվել Հայաստանին, փոխել սահմանադրությունը, մայր օրենքից հեռացնելով հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Փոխարենը խաղաղության պայմանագրի հրապարակված 17 հոդվածներում չկա հիշատակում արցախցիների վերադարձի, գերիների եւ Հայաստանի օկուպացված տարածքներն ազատելու մասին։ Բաքուն մինչդեռ հասավ իր վերջին 2 պայմանների կատարմանը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը լուծարվեց, կողմերը պարտավորվեցին երրորդ ուժեր չտեղակայել սահմաններին։
Ինչ մնում է Սպիտակ տանը համաձայնեցված Թրամփի ուղուն թրիպին, այն առայժմ ավելի շատ հարցեր է առաջ քաշել։ Հռչակագիրն արձանագրում է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, միաժամանակ ընդգծելով Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելությունները։ Արդյոք անխոչնդոտ եզրույթը կտարածվի նաև օրինակ Ադրբեջանի տարածքով Երևանից Մեղրի մեկնող հայկական բեռների վրա, ընդդիմադիրները կասկածի տակ են դնում։ Վարչապետը վստահեցնում է՝ այո։ 1-2 մեկնաբանություն տեսա, որ ժողովուրդ, որ մենք Ադրբեջանի համար բացում ենք մեր ճանապարհները, Ադրբեջանը մեզ համար չի բացում ճանապարհները։ Իհարկե դա անլուրջ խոսակցություն է, որովհետև այս ամեն ինչ իմաստ կունենար այդ պարագայում։ Այդպիսի լուծումների, եթե մենք համաձայն լինեինք, եւ ո՞ց կգնայինք այդ լուծումների։ Azərbaycana və xalqımıza qarşı çoxsaylı 2025-ին Ադրբեջանը սկսեց ու ավարտեց Արցախի գերեվարված ղեկավարության եւ մյուս հայերի դատավարությունը։ Տարեսկզբին արդեն սպասվում են վճիռները։ Փակ դռների հետևում առանց անկախ լրագրողների, իրավապաշտպանների, միայն պետական քարոզչությամբ լուսաբանվող 100-ից ավելի նիստերում Ադրբեջանը ծանրագույն ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորման մեղադրանքներ ներկայացրեց նախկին նախագահներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ու արցախցիների։ Մեկը մյուսի հետևից ելույթ էին ունենում դուժող ներկայացող ադրբեջանցիներ, իբր ճանաչելով մեղադրյալներին ու նրանց վերագրելով 35 տարվա վաղեմությունից մինչև մեր օրեր կատարված արարքներ։ Потерпевший Агалар Алиев заявил, что родился в городе Шуша и учился в средней школе вместе с армянами. Потерпевший Ордухан Керимов в своих показаниях также заявил, что знал одного из обвиняемых Аркадия Гукасяна. Потерпевший Магерам Гусейнов рассказал, что в 1990-х годах он работал в Шушинском отделении полиции. Բաքվի բանտերից խիստ հազվադեպ Երևան էին հասնում հայերի ուղերձները, հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները իրենց տված ցուցմունքների մասին։ Ես ասել եմ, որ հակառակ։ Ես ասել եմ, որ դա պատասխանատու հենց այս կողմն է ադրբեջանական կողմը եւ դա եղել է մեր իշխանական պայքարի արդյունք։ Վաղը ես դատարանի նիստի ժամանակ դրա մասին բացատրել։ Продолжился судебный процесс по уголовному делу в отношении гражданина Армении Рубена Вартаняна. Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն Ադրբեջանը կազմակերպեց առանձին, թեև նա պատերազմից հետո էր տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, բայց դա չխանգարեց, որ Վարդանյանին վերագրվեն 44-օրյայի իրադարձություններ։ Потерпевший Лугар Гусейнов также заявил, что получил ранение в результате вражеского огня в Кальбаджаре. Тогрул Алиев сообщил, что получил осколочное ранение в Агдаме. Потерпевший Самир Ибрагимов сообщил, что получил ранение в Ходжалы. Ռուբեն Վարդանյանը 3 շաբաթից ավելի հացադուլ արեց Բաքվի բանտում, փորձելով ապահովել դատավարության տարական օրինական պայմաններ, բայց ապարդյուն։ Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ։ Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Ի վերջո մեղադրողը պահանջեց ՑՄԱ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին, ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Իսկ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար դատախազը միջնորդեց 20 տարվա ազատազրկում, քանի որ նրանց 65 տարեկանն արդեն լրացել է։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը 2025-ին նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, Անկարան չշտապեց կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, թեև որպես պատրվակ հենց Ղարաբաղյան չլուծված հակամարտությունն էր բերում։ Սակայն որոշակի տեղաշարժ Հայաստանն ու Թուրքիան կարծես գրանցեցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Թուրքիա։
Սա նրա առաջին այցը չէր, արդեն հասցրել էր լինել Ռեջեփ Էրդողանի երթմնակալությանը, բայց առաջին անգամ Հայաստանի որևէ ղեկավարի այցին պաշտոնական բնույթ հաղորդվեց։ Ստամբուլի օդանավակայանում Հայաստանի դրոշն էր բարձրացվել։ Ռեջեփ Էրդողանը նույնպես Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Հայաստանի եւ Թուրքիայի դրոշների մոտ։ Պաշտոնական լրահոսը զրույցի շատ մանրամասներ չհաղորդեց, բայց Երևանն էլ Անկարանն էլ ընդգծել էին կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Վարչապետը Թուրքիայի հայ համայնքի հետ էր խոսել հեռանկարի մասին։ Որակում են այցը պատմական, Թուրքիայի մեր գործընկերներն էլ արդեն հասցրեցին նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է եւ նոր հարաբերություններ հաստատելու օրակարգի այս ամեն։ Դա է բխում մեր երկրների շահերից։ Երբ որ այսպես ենք ձևակերպում հարցերը, տեսնում ենք, որ բազմաթիվ խնդիրներ շատ ավելի հասանելի, լուծելի եւ իրատեսական են թվում։ Այս տարի էլ հանդիպումներ անցկացրին Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացները, Սերդար Քլաչը նույնիսկ Երևան եկավ, տարեվերջին ակտիվացան սահմանի բացման մասին խոսակցությունները։ Նախագահ Էրդողանը հայտարարեց, թե տարեսկզբին ձեռնարկելու են մի քանի խորհրդանշական քայլեր։ Արդյոք սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու մասին է, որ տարիներ առաջ պայմանավորվել էին կողմերը, Թուրքիայի առաջնորդը չհստակեցրեց։ Երևանում գոհ են այդ հայտարարությունից։ Թուրքիայի հետ կապված ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը, ես ձեզ անկեղծ ասեմ, մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ եւ նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն եւ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան եւ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան։ Փաշինյանը Էրդողանին հրավիրել է Երևան մասնակցելու գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Վարչապետը լավատես է, որ Թուրքիայի ղեկավարը չի մերժի։ Այս լավատեսությունը Անկարան երբեմն կոտրում է, հիշեցնելով, որ դեռ ստորագրված չէ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Türkiye'nin başından itibaren. Մենք սա անում ենք հետևյալ պատճառով։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը եւ տնտեսության վերականգնումը կարեւոր են Հայաստանի համար։ Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք Հայաստանին կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենահիմնավոր շարժառիթից։ Դա կարող է բերել տարածաշրջանում սառեցված հակամարտության, ինչը մենք չենք ուզում։ Seviyesine ulaşan ilişkilerimizde Ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել։ 2025-ի գլխավոր առճակատումը իշխանությունը ոչ թե քաղաքական ընդդիմության հետ էր մղում, այլ բարձրաստիճան հոգևորականների, կաթողիկոսի ու նրան սատարողների։ Այն, որ վարչապետի եւ Գարեգին երկրորդի ջրերը մի առվով չէին հոսում, նորություն չէր։ Կաթողիկոսը պատերազմից հետո ուղիղ պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։ Այս տարի վարչապետն ինքը լծվեց կաթողիկոսին հեռացնելու գործին։ Իրադարձությունները կտրուկ ընթացք ստացան մայիսյան մի առավոտ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամբ։ Սրբազան, գնա շարունակիր քերուդ կնգան դոմփել։ Ինձ հետ ինչ գործ ունես։ Վարչապետին ըստ ամենայնի զայրացրել էր հոգևորականների քննադատությունը իր հասցեին, որ հաջորդել էր կառավարության նիստում ասվածին, թե եկեղեցիների տարածքները պահեստի են վերածվում։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Վարչապետի կինն ավելի հեռու էր գնացել։ Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ։ Չէ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Քեռակնոջ մասին գրառումը հետագայում նաև ավելի պատկերավոր դրսևորումներ ստացավ։ Հրապարակվեց Մայր Աթոռի առանցքային պաշտոնյաներից մեկին, դիվանապետ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը։ Հարկ Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Իհարկե, դրանք կեղծիք են եւ սուտ են։ Դուք պետք է գտնեք այն անձին, ով հորինել է այս տեսագրությունը եւ ով տարածել է։ Այսինքն այդ կադրերում դուք չեք պնդում եք։ Իհարկե ես չեմ։ Մյուս կողմից վարչապետն ու նրա քաղաքական թիմը ամենօրյա ռեժիմով բարձրացնում են կաթողիկոսի կուսակրոնության հարցը, արդյոք նա զավակ ունի։ Գարեգին երկրորդի մասին խոսում միայն նրա աշխարհիկ անունով։
Ավելին Փաշինյանը պայման է դրել, որ պատարակներին, որոնք ինքը պիտի լսի, չտան Վեհափառի անունը։ Բայց ես իմ շնորհակալությունը անկեղծ ուզում եմ հայտնել մեր երկրի ղեկավարին։ Շատ չանցած ի հայտ եկան նաև այդ պայմանը կատարող հոգևորականներ, նախ ոչ բարձրաստիճան, որոնց մայրաթոռը կարգալույծ արեց։ Կարգալույծ եղած կաթողիկոսին չի կարող կարգալ։ Բայց մեր քահանան Տեր Արամն ա լինել։ Ապրես։ Մենք դա ենք ուզում։ Ապրես։ Մենք չենք եկել վիճելու, մենք Եկել ես եւ վիճում է շատ բարձր։ Դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ծանոթագիրի մեջ ներկայացված։ Չեմ ընդունում։ Նա պետք է հանձնեիք։ Ահա, բայց չենք հանձնում։ Տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Սրբազան հայրեր, նախ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Բայց տարեվերջին այս շղթան հասավ նաև եկեղեցու վերնախավին։ Վարչապետի ընդունելությանն արժանացան արքեպիսկոպոսներ, որոնք օրեր անց կաթողիկոսի հրաժարականի պահանջով աջակիցների հետ հասան մայրաթոռ։ Այստեղ էին նաև Վեհափառի պաշտպանները, ընդդիմության առաջնորդները։ Եկեղեցու առջև հակընդդեմ բողոքի ակցիաներ էին։ Մեր ժողովուրդը մեր հետ է եւ մեր հոգեվոր դասն էլ է մեր հետ։ Մենք այսօր այստեղ եկանք մեր նամակը հրաժարականի պահանջի փոխանցել ենք արդեն քարտուղարություն, մեր առաքելությունը այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին մայր տաճարի մեջ աղոթելու մեր ժողովրդի ու մեր ազգի ու մեր հոգևոր դասի ամրապնդման եւ պայծառության համար։ Հոգևոր ասպարեզում արկա խնդիրները լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով եւ ոչ առանցին խմբերի պարտադրանքներով։ Զավակ ունենալու մեղադրանքին իշխանությունն ավելացրել է նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելը։ Կաթողիկոսն այս ընթացքում մի քանի անգամ է խախտել լռությունը, շատ ուղիղ հասկացնելով չի հեռանալու։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր Սուրբ եկեղեցին անսասան է։ Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության մենք որպես հայրապետ հայոց պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։ Հոգևորականներն անմասն չմնացին նաև քրեական գործերից։ 2025-ն աչքի ընկավ աղմկահարույց կալանավորումներով ու դատավարություններով։ Հունիսի 25-ի վաղ առավոտյան իրավապահները մտան դրանից 1 տարի առաջ վարչապետի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ցույց անող Բագրատ arczepiskopos Գալստանյանի տուն ու ձերբակալեցին բարձրաստիճան հոգևորականին։ Չարիք լավ լսի։ Ինչ է որ սարքելի ինձ, ինչ է որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգա։ Ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանքով Բագրատ Սրբազանն ու մոտ 2 տասնյակ թիմակիցներ արդեն կանգնել են դատարանի առջև։ Նրանք մոնտաժված ու կեղծ են որակում իրավապահների հրապարակած ձայնագրություններն ու ապացույցները Երևանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու վերաբերյալ։ Իշխանությունները առանց դատարանի որոշման Գալստանյանին ու մյուսներին հռչակել են ահաբեկիչներ։ Բացահայտվել է մեր պետականության Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը եւ ուզում եմ
Շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Ողջույն ով որ քրիստոնյա է։ Ով որ քրիստոնյա չէ, ողջույն չի։ Բարձրաստիճան մեկ այլ հոգևորական Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ու արդեն հասցրեց դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Ուժայինները Միքայել arczepiskopos Աջապահյանի հետևից գնացին հենց մայրաթոռ։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստած։ 62-ամյա Սրբազանը մեղավոր ճանաչվեց իշխանության զավթման կոչի համար, թեև այդ հայտարարությունն ավելի վաղ դատախազությունը քննել ու հանցակազմ չէր գտել, բայց հետո իրավապահները հիշեցին Աջապահյանին։ Պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը, ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Այսօրվա երկրի ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ։ Տարբեր մեղադրանքներով կալանավորված են նաև մայրաթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն ու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ arczepiskopos-ը։ Մենք պիտի մնանք Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթևի արժանի զավակները։ Վեապարտեր, հարգելի պարոն նախագահ, Եկեղեցական չէ, բայց եկեղեցու պաշտպանության մասին հայտարարությունից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեց Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Այս տեսանյութի հրապարակումից րոպեներ չանցած իրավապահներն արդեն Միլարդատեր Կարապետյանի տանն էին։ Վարչապետը չէր էլ թաքցնում իր անձնական մասնակցությունը Facebook-ով գործարարին սպառնալով, որ նա պետության համը չի մոռանա։ Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվեց նաև փողերի լվացման հոդվածով։ Նա էլ բանտից եղբորորդու առաջնորդությամբ ընդդիմադիր շարժում սկսեց, պատրաստվելով 2026-ի ընտրություններին։ Տարվա ավարտին Կարապետյանը բանտից տեղափոխվեց տնային կալանքի։ Վարդան Ղուկասյանն էլ է իրեն քաղաքական բանտարկյալ համարում։ Երկարամյա դադարից հետո 2025-ին նրան հաջողվեց վերադառնալ Գյումրու քաղաքապետարան, ընդդիմության ձայների միավորմամբ առաջ անցնելով քաղաքացիական պայմանագրից։ Բայց ընդամենը ամիսներ անց քննչական կոմիտեն հրապարակեց կաշառք վերցնելու ձայնագրություն։ Այս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող գիտենա, որ իմ ձեռքերս մաքուր է, ուրեմն Իրավապահների ուղեկցությամբ Վարդան Ղուկասյանի վազքը 2025-ի վավերագիրները հավանաբար տրագիկոմեդիայի ժանրին կվերագրեն։ Դենքով 2025-ին Հայաստանը ցնցեցին երեխաների անհետանալու ողբերգական 2 դեպքերը։ Մարմարիկցի 2 տարեկան Տիգրանի Դին 20 օր անց միայն հայտնաբերվեց գետում։ Անհետացած մյուս փոքրիկի ծափաթաղցի 3-ամյա Տիգրանի մարմինը 1 շաբաթ որոնումներից հետո հայտնաբերվեց Գյուղամերձ դաշտում։ Քննիչները հետո պիտի հայտնեին, որ նրան խեղդելով սպանել է հայրը։ Հանրության համար սառը ցնցուղ էր Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի ու նրա ընկեր ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը հենց Գրիգորյանի տան դիմաց։ Նրա թիմակիցներն ու ընտանիքը համաձայն չեն անձնական վրեժխնդրության պաշտոնական վարկածի հետ։ Չնայած բոյկոտի կոչերին ու բողոքի ակցիաներին Երևանի տրանսպորտն ի վերջո թանկացավ։ Քաղաքային իշխանությունները ճիշտ է մի քիչ նահանջեցին, ներմուծելով մեկանգամյա 150 դրամանոց տոմսեր։ Կանգառներում պիկ ժամերին կուտակումները շարունակվում են, ավտոբուս խցկվելը շատ հաճախ բարդ փորձություն է։ 2025-ի ամենավառ ու քննարկված իրադարձություններից էր ամերիկյան փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգը Հայաստանում։ 56-ամյա համաշխարհային աստղը իր բարեմասնություններով ցնցեց ոչ միայն Երևանյան մարզադաշտը, այլև Հայաստանի բյուջեն։ Լոպեսի ելույթը հարկատուների գրպանին արժեցավ $6 միլիոն։
Ծրագրի այս հատվածում միջազգային ուշագրավ թեմաներին անդրադառնանք։ Ազգային տարադրամի ռեալի կտրուկ արժեզրկման պատճառով սկիզբ առած բողոքի գործողությունները Իրանում չեն դադարում։ Ազատության իրանական ծառայության տեղեկություններով երրորդ օրն է, ինչ շարունակվում է Թեհրանի մեծ շուկայի վաճառականների գործադուլը։ Մի քանի օր է արդեն, ինչ չի գործում նաև երկրի մեծությամբ 5-րդ քաղաքի Շիրազի շուկան։ Երեքշաբթի երեկոյան բողոքի փողոցային ակցիաներ են արձանագրվել երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Յազդում, Սպահանում եւ Քերմանշահում։ Իրանական ընդդիմության տվյալներով դրանց մասնակիցները ուսանողներ են, որոշ դեպքերում ցույցերը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։ Այս տարին էլ ավարտվում է առանց Ուկրաինայում ծավալվող պատերազմի ավարտի։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր որոշ մանրամասներ է հաղորդել դեկտեմբերի լույս 28-ի գիշերը նախագահ Պուտինի Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի դեմ ուկրաինական ենթադրյալ հարձակման վերաբերյալ։ Պաշտոնական Կիևը Վլադիմիր Պուտինի նստավայրի դեմ հարձակման փաստը կտրականապես հերքում է։ Остался целым. Ֆրանսիան մտադիր է արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Ֆիգարո պարբերականի տեղեկություններով երկրի կառավարությունը առաջիկայում մտադիր է խորհրդարան ուղարկել մինչև 15 տարեկան անձանց կողմից սոցցանցերից օգտվելու արգելք նախատեսող օրինագիծը։ Եթե Ֆրանսիայի ազգային ժողովը կողմ քվեարկի այս օրինագծին, արգելքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Ֆրանսիայի կառավարության պնդմամբ այս քայլը հնարավորություն կտա զերծ պահել անչափահասներին անցանկալի բովանդակության գրառումներից եւ տեսանյութերից, ինչպես նաեւ կբարելավի նրանց հոգեբանական վիճակը։ Օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիան կդառնա աշխարհի երկրորդ երկիրը, որ կարգելի անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր։ Ամիսներ առաջ նմանատիպ օրենք ընդունել էր նաեւ Ավստրալիայի խորհրդարանը։ Եթե ոչ այսօր, ապա էլ երբ հնարավոր կլինի խորհել գնացող 2025-ի մասին։ Ամփոփելով տարին այսօր փողոցում պատահական անցորդները վերլուծել են, ինչն էր լավ, ինչն էր վատ, ինչ կցանկանային փոխել գալիք տարում։ Առողջ, անփորձանք, խաղաղ երկրում ապրենք եւ ոչ թե միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, որովհետեւ հիմա որ նայում ենք աշխարհում ինչ է կատարվում, շատ վախենալու իրավիճակ է։ Ամեն տարի հույսով ենք, որ գալիք տարին պիտի ավելի լավ լինի, ավելի բարի եւ բերի։ Բայց թե Աստված ոնց կորոշի, չգիտենք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մանավանդ իմ հայ ազգիս։ Լավ է լինելու։ Դրական եք դրա համար։ Ես ինչ որ ես քուշագող չէ, բայց ինձ զգացումներս արդեն կատարվում է։ Ամբողջ հասարակության համար նախ սոցիալական եւ ընդհանուր կենցաղապայմանների բարելավման, բայց առհասարակ դե բնականաբար բոլորիս համար խաղաղության տարի լինի, առողջության եւ ավելի լավատեսության։ Անցյալ տարին չի, որ այս տարին չի լինի։ Ինչն է պատճառը։ Հուսահատությունը, ժողովրդի հուսահատությունը մեծ է։ Մեծ է հուսահատությունը, որովհետև երբ կայուն պետություն չկա, դա է կպատճառը։ Առողջություն եւ ամենակարևորը երկրի խաղաղություն։ Խաղաղություն կար անցնող տարի։ Դե որ կանք ուրեմն նորմալ է, բնականաբար։ Սա սպասումները արդարացան, Փառք Աստծո, 2026-ից էլ մեծ ակնկալիքներ ունենք, Աստված խաղաղություն լինի, ինչպես երկրում, այնպես էլ աշխարհում։ Մի խոսքով, այս տուրբուլենտության փուլից դուրս գանք։ Ես իրաց ցանկանում եմ առողջություն, բոլորի ձեզ էլ, բոլորին առողջություն, հաջողություն, խաղաղություն ես երկրին։ Ինչ չեմ դժգոհ, շատ ուժեղ տրանսպորտի ժողովրդին տեղափոխելու, շատ դժգոհ եմ։ Ամեն ինչ լավ է, տրանսպորտը կա, բայց Ավինյանի հետ մեծ խոսելը չի համապատասխանում, իսկ 26-ին Աստված տա լավ լինի, մարդիկ ժամերով տրանսպորտ են սպասում։ Երևում է, ռոդի տրանսպորտը գա աշխատում, բայց լիարժեք չի։ Անցնող տարում ձեզ ինչը գոհացրեց, ինչը դժգոհության պատճառ դարձավ։ Իհարկե յուրաքանչյուրս մեր աշխատանքով ու մեզնով ենք չափում յուրաքանչյուր երևույթ։ Դրական էին տպավորությունները այնքանով, որքանով ինքս եմ հասցրել դրանք այդպեսին ընկալել։ Անցնող տարին համարում եք, որ խաղաղ էր։
Հայաստանի Հայաստանի համար միանշանակ խաղաղ տարիեր, սահմաններում ինչ-որ էքսեսներ, բաներ չեղան, կարծում եմ սենց աստիճանաբար ավելի լավ կլինի, էլի։ 25-ը սպասումները արդարացրեց։ Ոչ միշտ։ Այսինքն ոչ բոլոր սպասումները։ Ինչից եք գոհ, ինչից դժգոհ։ Ճիշտն ասած, իմ բնավորությունը նենց է, որ ես գոհ եմ ամեն ինչից, այսօրվա րոպեյով անգամ։ Թողարկման ավարտին մի պատմություն ուժի, պայքարի եւ տառապանքի միջով երջանկության ճանապարհը հարթելու մասին։ 37-ամյա Արփինեի կյանքը 13 տարեկանից կտրուկ փոխվեց, քաղցկեղ, ոտքի ամպուտացում, բայց սա ընդամենը ճանապարհ էր սեփական եսին ավելի լավ ճանաչելու եւ սիրելու համար։ Հրաշքները ոչ միայն ամանորին են լինում։ Արփինեի պատմությունը հենց այդ հրաշքը ստեղծելու ուղու մասին է։ Գույնզգույն հենակներով անցկացրեց հղիության բոլոր ամիսները։ Երբեմն զույգերը խառնում էր ըստ հագուստի, ոչ մի վայրկյան դժվարության մասին չեմ մտածել, հիշում է Արփինեն։ Վատ եմ քնել, չեմ քնել, գիշերներ ա եղել ընդհանրապես չեմ քնել, բայց չեմ կենտրոնացել։ Ոտքս ուռել էր բավականին շատ։ Հա, չեմ կենտրոնացել ոչ մի բանի վրա, վայելել եմ։ Ասել եմ, որ նորմալ է, տենց էլ է լինում։ Վարդեղին հենակներով ու մեկ այտուցված ոտքով էլ քայլեց դեպի վիրահատարան կեսարյան հատման։ Բնականաբար 25-ը։ 25-ը շատ ուրիշ թիվ է իմ համար։ Ամենակարևոր տարեթիվը 2025-ը Արփինեն ճանապարհում է փոքրիկին Էլվինային պինդ գրկած։ Ինձ սկսել է ճանաչել հուշադիր նայ մոտ ջոն։ Մի նեղվի հերոյսկիս իսկիս գրկում մամա քեզ։ Ոպայս ջոն։ Իսկ ինչ լույսիկներ են կանց։ Ամբողջը իմ ձեռքի աշխատանքն է, ամբողջը։ Տան մի անկյունն ամանորյա է, տոնածառի ճյուղերից փոքրիկ աղջնակ երազանքներ անցյալ տարի էր կախել։ Առել էի իմ ու ամուսնուս համար այն նպատակով, то есть այն զգացողությամբ, որ ես աղջիկ եմ ունենալու այս տարում։ Անկեղծ եմ ասում, ես զգում էի։ 37-ամյա Արփինեն իր կյանքը երկու մասի է բաժանում՝ մինչև 13 տարեկանը ու հետո։ 13 տարեկան էի, որ իմ մոտ հայտնաբերվեց այդ խնդիրը, դիմեցինք բժշկի, պարզվեց, որ ուռուցք է։ Երկարատև բուժում անցանք, քիմիոթերապիա, ոտքս ամպուտացվեց։ Ի սկզբանե էլ նվնվացող չէր, 14 տարեկանից կանգնեց պրոթեզով ու առաջ անցավ։ Այնքան էի քայլում, բժիշկս ասում էր Արփինե ջան, մի քիչ հանգստացի, մի քիչ նստի։ Անընդհատ ուզում էի ինձ երկու ոտքի վրա զգայի։ Ցավեր եմ ունեցել, չեմ շարժվել այնց, ոնց որ ես պատկերացրել եմ, ուզեցել եմ վազեմ, վայ, զգացել եմ, որ չէ, ես չեմ կարողանում վազեմ, ուզեցել եմ սիրում բարեմ, ես բարել սիրում եմ, զգացել եմ, որ չէ, իմ շարժումները սահմանափակ են։ Այդ ամեն ինչը զգացողություններ է, ապրումներ է ու իրականում այո, դժվար է։ Բայց եթե կենտրոնանաս այդ ամեն ինչի վրա, ոչ մի բան չես փոխի։ Հուսահատության պահերն այնքան կարճ են տևել, որ Արփինեն դրանց մասին բոլորովին չի հիշում։ Ես չեմ չարացել, չեմ սիրում չար մարդկանց։ Ես ինձ չեմ փչացրել, ոչ մի բանի վրա չեմ կենտրոնացել։ Դժվարությունն է, իմ բաժինն է, ես կտանեմ։ Աշխատանք էր պետք, գտավ, փոքրիկ տուն գնեց, սերն ու ընտանիքն էլ չուշացան։ Արփինեն բացատրում է, երբ ինքն իրեն սիրեց ու արժևորեց։ Ես միշտ մտածել եմ անկեղծ ասած, որ ինձ կհանդիպի այնպիսի տղա, ով որ իմ նման խնդիր կունենա։ Նմանատիպ տղամարդ ինձ կուզի։ Բայց եկավ մի տարիք, երբ որ ես հաղթահարեցի այդ ամեն ինչը, ես սկսեցի ինձ գնահատել, արժևորել, որ կարա եւ սենց խնդրով աղջիկ լինի, կարա եւ լիարժեք ընտանիք կազմի։ Ամուսնու հետ 5 տարի երեխայի մասին էին երազում, մինչև բժիշկներն ասացին՝ կարող ես։ Հղիության ողջ ընթացքում պրոթեզը մի կողմ դրեց, առաջ շարժվեց հենակներով։ Պրոթեզը հարմար չէր, որ քանի որ իմ ամպուտացիան վերևից է, իմ պրոթեզը գոտիով է։ Ես գոտիով եմ հագնում իրան, ու քանի որ դե տղին պետք չէր սեղմել եւ այլն, բնականաբար չէի հագնում։ Արփինեին քաջալերել, հղիությունը հսկել ու կեսարյան հատումն իրականացրել է Էրեբունի ծննդատան բժիշկ Նորայր Ղուկասյանը։
Շուրջ 8 կիլոգրամով ավելացած ու մի ոտքով հղին մանկական խանութներում ինքնուրույն նորածնային հագուստ էր ընտրում։ Երբ ամուսինն աշխատանքից բացակայել չէր կարող, մենակել էր գնում բժշկական այցերի։ Կանչել եմ տաքսին, մեքենա, նստել եմ, գնացել եմ, շատ լավ, շատ սիրուն, շատ հպարտ, որ տեսեք, ես դաժե մենակ եմ եկել, ես մենակ էլ կարամ։ Փոքրիկը ծնվեց սեպտեմբերին, վերջին շաբաթներին այնքան անհամբեր էի, հիշում է։ Անընդհատ սպասում էի իրան տեսնեի, Աստված, սիրունա լինելու, իմ ամբողջ մտածմունքը դա էր, ինքը սիրուն լինի, սիրուն աղջիկ լինի։ Ամուսնու 24 ժամյա օգնության անընդհատ կողքին լինելու մասին Արփինեն անընդհատ է պատմում, սակայն այժմ այնքան է հմտացել, որ մենակել է հաջողացնում Էլվինայի բոլոր կարիքները հոգալ։ Փոքրիկն արտանում ու լացել չի հասցնում, մայրիկն արդեն հենակներով խոհանոց է հասել, կաթնախառնուրդը պատրաստ է։ Միայն զբոսանքն է, որ պիտի հայրիկն ուղեկցի, պատճառն այս անտրամաբանական թեքահարթակն է, որով մանկասայլակ իջեցնելը էքստրիմ զբաղմունք է։ Մենակ կարողանայի տանեի, եթե մեր մուտքի թեքահարթակը լիներ նորմալ թեքահարթակ, ոնց որ պետքն է։ Սայլակի մեջ իրակը դնեի կալյասկայի, սիրուն իջացնեի, այդպիսի դժվարություններ չեմ ունենում։ Երբ Էլվինան սկսի քայլել ու տանը դրսում վազվզել, ինչ կանի, Արփինեն կասկած չունի ինչպես գտել է ամեն ինչ անելու ձևը, այստեղ էլ մի լուծում կգտնի։ Երազում է, որ առողջ լինի, փոքրիկին խնամի ուզածի պես։ Հենց փոքրուց պետքա ամեն ինչ անենք, որ ինքը զարգանա, զարգացած լինի, լեզուներ անպայման իմանա, տիրապետի, ամբողջ միտքս ուսման վրա է իրա։ Արփինեի ամանորյա երազանքների անկյունում առանձնատուն կապած շկամբով, բակում մեքենա ամուսնու համար եւ մի գանգրահեր տղա, տիկնիկի մազերի գույնը միայն սրտով չէ։ Տղան ես եմ ստեղ դրել, աղջիկ տղա, ասեցի լավ, թող էլ իրա սրտով լինի։ Ներկեի առել, որ իրա մազերը ներկեի չհասցրեցի։ Չի կասկածում անպայման որդի էլ կունենան իր ուզած մուք մազերով, կգրկի այնպես, ինչպես անցյալ տարվա ամանորի երազանքն է գրկում։ Թող պարտես մերի տաղերով կումբեր բալիսաչերի բայց նալալիս է դու սողակ մի կար։ Սա այս տարվա վերջին թողարկումն էր։ Ազատության ամբողջ թիմի անունից շնորհավորում եմ գալիք նոր տարվա կապակցությամբ։ Թող 2026-ը բերի խաղաղություն, սեր ու արժանապատիվ կյանք։ Թող բոլոր ծանր ու վատ լուրերը մնան անցյալում։ Մենք էլ հնարավորինս շատ կարողանանք ձեզ հետ կիսվել բարի ու լավ լուրերով։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, կհանդիպենք հաջորդ տարի։